Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով Միացյալ Նահանգներն ու Ուկրաինան վերջին 3 օրվա ընթացքում այսօր երկրորդ հանդիպումն են անցկացրել։ Սպիտակ տունը ամփոփելով այդ հանդիպումը հայտարարել է՝ Միացյալ Նահանգները եւ Ուկրաինան պայմանավորվել են Սև ծովում ապահովել անվտանգ նավարկություն, վերացնել ուժի կիրառումը եւ կանխել առևտրային նավերի օգտագործումը ռազմական նպատակներով։ Նշվում է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է ռազմագերիների փոխանակման, կալանավորված խաղաղ բնակիչների ազատ արձակման եւ բռնի կերպով տեղահանված ուկրաինացի երեխաների վերադարձին օգնելու հարցերում։ Կողմերը նաև պայմանավորվել են միջոցներ մշակել իրականացնելու նախագահներ Թրամփի եւ Զելենսկու միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, արգելելու Ռուսաստանի եւ Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածելը։ Միացյալ Նահանգները Ռուսաստանին եւ Ուկրաինային վերահաստատել է, նախագահ Թրամփի համար հրամայական է, որ ռուս-ուկրաինական հակամարտության երկու կողմերում էլ սպանությունները դադարեն, որպես կայուն խաղաղ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ քայլ։ Այդ նպատակով Միացյալ Նահանգները կշարունակի միջնորդ լինել կողմերի միջև խաղաղ կարգավորման հասնելու համար, հայտնում է Սպիտակ տունը։ Երեկ էլ Ռիադում Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն էին 12 ժամից ավելի բանակցել, սակայն արդյունքում այդպես էլ որևէ կոնկրետ համաձայնության մասին չհայտարարվեց։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ քննարկվելու են Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման եւ էներգետիկ օբյեկտներին 30 օր չհարվածելու ամերիկյան առաջարկը։ Կրեմլի խոսնակն ասել է, որ ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքների մասին բանագնացները զեկուցել են Վաշինգտոնին եւ Մոսկվային, որտեղ ստացված տեղեկությունները վերլուծվում են։ Դմիտրի Պեսկովը նշել է, որ բանակցությունների բովանդակությունը չի հանրայնացվի։ Խոսքը տեխնիկական բանակցությունների մասին է, շատ մանրամասներով, ուստի իհարկե այս բանակցությունների բովանդակությունը հաստատ չի հրապարակվի։ Նման բան սպասել պետք չէ։ Ռիադում ռուսական պատվիրակության անդամ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինն այսօր 10-ին ասել է, որ երեք քննարկել են շատ հարցեր, թեև ոչ բոլորի շուրջ են համաձայնել։ Բանակցությունները ըստ նրա հեշտ չէին, բայց օգտակար էին երկու կողմերի համար էլ։ Կարասինը հավելել է, որ լրացուցիչ քննարկումներին կներգրավի նաև միջազգային հանրությունը։ Ամեն ինչ քննարկվել է, կշարունակենք դա անել ներգրավելով միջազգային հանրությանը, առաջին հերթին ՄԱԿ-ին եւ առանձին երկրների։ Ընդհանուր առմամբ կառուցողական երկխոսության տպավորություն ունեմ, ինչը հարկավոր է եւ անհրաժեշտ։ Դրանով հետաքրքրված են նաեւ ամերիկացիները։ Ռուսաստանի արտգործնախարարն իր հերթին այսօր հայտարարել է, թե Մոսկվան պատրաստ է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման նոր գործարք կնքել, պայմանով, որ Միացյալ Նահանգներն Ուկրաինայի նախագահին կկարգադրի հարգել պայմանավորվածությունները, քանի որ Զելենսկուն իրենք չեն վստահում։ Այդ մարդու խոսքին մենք չենք հավատում, մեզ հստակ երաշխիքներ անհրաժեշտ կլինեն, եւ ինձ թվում է, որ մեր ամերիկացի գործընկերները ստացել են այս ազդակը։ Договоренности просто с Киевом. Гарантии могут быть исключительно результатом приказа из Вашингтона. Ուկրաինայից դեռ չեն արձագանքել Մոսկվայի հայտարարություններին, մինչ այդ ուշ երեկոյան նախագահ Զելենսկին անդրադառնալով Ռիադի բանակցություններին հայտարարել էր, որ անհրաժեշտ է տեղաշարժ դեպի իրական խաղաղություն, դեպի երաշխավորված անվտանգություն։ Нам потрібен рух до реального миру. Սա անհրաժեշտ է բոլորին՝ Ուկրաինայում, Եվրոպայում, Ամերիկայում եւ աշխարհում բոլոր նրանց, ովքեր միջազգային հարաբերություններում կայունության են ձգտում։ В Америці, усім в світі, хто хоче. ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանն իր հերթին այսօր ասել է, որ Ուկրաինան անվերապահորեն աջակցում է նաև ամբողջական հրադադարի գաղափարին։ Մենք լիովին աջակցում ենք դրան, մեզ անհրաժեշտ է, որ Ռուսաստանը դրան համաձայնի, ասել է Օքսանա Մարկարովան։ Ռուս-ամերիկյան բանակցությունների ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են հարվածել միմյանց Լուգանսկում հրետանու հարվածից երեք սպանվել է երկու լրագրող եւ նրանց վարորդը, ինչի համար Մոսկվան մեղադրել է Կիևին։ Ռուսական հրթիռի հարվածից Սումիում վիրավորների թիվը հասել է 100-ի։ Հարձակումները շարունակվել են նաև այսօր։ Ռուսաստանը Ուկրաինային մեղադրել է էներգետիկ օբյեկտների նոր հարվածներ հասցնելու մեջ։